1978 թվականի փետրվարի 20-ին ԼՂ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերտ նստաշրջանում Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու մասին պատմական որոշման ընդունումից ընդամենը մեկ շաբաթ անց տեղի ունեցավ Սումգայիթյան ոչրագործությունը, որի արդյունքում սպանդիկ կտանքների ողջակիզման եւ բռնաբարության ենթարկվեցին հարյուրավոր անպաշտպան հայեր, 18000 մարդ դարձավ փախստական, ավերվեցին եւ թալանվեցին 200-ից ավելի բնակարաններ։ Սումգայիթյան դեպքերից ուղիղ 4 տարի անց 1992 թվականի փետրվարին հարվածի թիրախը Խոջալուն էր, բայց այս անգամ ոչ թե անձեմ մահկանացուների, այլ միջև ատամները զինված ազերական օմոնականների եւ ժողջակատային բանդաների դեմ։ Եթերում ռազմաշխարհն է, բարև ձեզ։ 1992 թվականի փետրվարի 26-ին վնասազերծվեց Խոջալուի ռազմական հենակետը։ Իրադարձություն, որը եղել եւ շարունակում է մնալ տարաբնույթ մեկնաբանությունների թիրախ։ Այդ առումով մանավանդ ուշագրավ է Ադրբեջանի կեցվածքը, որը տարիներ շարունակ ճգնում է մեղադրյալից փոխվել մեղադրողի եւ ամեն հնարավորն անում Սումգայիթյան ոչրագործության արյունելի իրողությունները ցկողել Խոջալվում իրենց ձեռքով կազմակերպված ինքնասպան գործողությունների սև պաստառով։ Իսկ իրականում ինչ է եղել տարիներ առաջ կամ ինչու եւ ինչպես վնասազերծվեց Խոջալուն։ Ձեր էկրաններին Իվանյան գյուղն է, նախկին Խոջալուն։ Հենց այստեղ 1988 թվականի հոկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շրջանակում ծավալվեց շինարարական հզոր աշխատանք։ Բաքուն պլանավորել էր ամենակարճ ժամանակահատվածում բնակավայրը դարձնել քաղաք, իսկ ապա նաև մարզկենտրոն։ Նախատեսված 220 ֆիննական տներից 45-ը կառուցապատվեցին 3 օրվա ընթացքում։ Շինարարական աշխատանքներն իրոք ընթանում էին բավականին օպերատիվ, սակայն դա գործի կեսն էր։ Անհրաժեշտ էր միջոցները ձեռնարկել նաև բնակչության թվաքանակի կտրուկ բարձրացման ուղղությամբ եւ գտնվեց ճանապարհը։ Խնդիրը լուծելու համար շուտով Խոջալու տեղափոխվեցին Միջին Ասիայից վտարված հարյուրավոր թուրք մեսխետներ։ Վերջիններս Բաքվի այդ քայլն ընդունեցին որպես հոգատարության դրսևորում, չիմանալով հանդերձ, որ ժամանակ հետո ազերի օմոնականների համար իրենք պետք է դառնան կենթանի վահան ու նաև քաղաքական շահարկումների գործոն։ Իսկ ինչպես այդ մասին քիչ ավելի ուշ։ Արցախում օր-օրի սրվող իրավիճակին զուգահեռ Խոջալուն աստիճանաբար վերածվեց ռազմակայանի, որն Ադրբեջանի կողմից դիտվում էր որպես Ստեփանակերտի վրա իրականացվելիք հավանական հարձակման համար կարևոր պլացդարմ։ Այդ մտադրությունն առավել ակնհայտ դարձավ 1991 թվականի վերջին եւ 1992 թվականի սկզբներին։ Ռազմաբնակավայրում տեղակայված հրթիռահրետանային միջոցներից սկսեցին պարբերաբար հրետակոծել հանրապետության մայրաքաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը։ Փետրվարի 19-ին Ստեփանակերտի վրա կատարված արկակոծությունն իր ծավալներով աննախադեպ էր։ Փաստի հավաստիության մեջ համոզվելու համար դիմենք այդ պահին իրադարձությունների գիզակետում հայտնված ռուս լրագրող Միխայիլ Զոտովի տեղեկատվությանը։ Утро, 8:30 утра, за несколько минут до нашего приезда, вот в этот дом попал реактивный снаряд. Тепло, да, сейчас? Горячий так. Сейчас без 5:11, 19 февраля. Только что третьим залпом реактивных снарядов накрыло территорию воинской части, находящейся в городе Степанакерте. Մեր ձեռքի տակ եղած փաստերը վկայում են նաև այն մասին, որ փետրվարի կեսերին Աղդամում տեղակայված 44 միավոր զրահատեխնիկան համալրվեց հավելյալ ուժերով, այդ թվում 11 հրասայլով եւ 12 հետևակի մարտական մեքենայով։ Միաժամանակ այդ օրերին Ադրբեջանի ժողջակատայիններն անսպասելի հարձակում ձեռնարկեցին Աղդամի մերձակայքում տեղաբաշխված խորհրդային բանակի ռազմամթերքի օկրուգային պահեստի վրա եւ առանց որևէ լուրջ դիմադրության հանդիպելու զավթեցին 728 վագոն հրետանային, 245 վագոն ռեակտիվ արկեր, 131 վագոն հրաձգային ռազմամթերք։ Բոլոր այս ձեռնարկումները խոսում են այն մասին, որ հակառակորդի ինտենսիվ նախապատրաստություն էր տեսնում լայնացվել հարձակողական գործողությունների համար։ Դեռ ավելին, ըստ որոշ ադրբեջանական աղբյուրների, այդ ընթացքում պլանավորված էր Աղդամից եւ Խոջալովից հասցվելիք միաժամանակյա հարվածներով գրավել Ասկերանը եւ ապահովել անարգել առաջխաղացումը Ստեփանակերտի ուղղությամբ։ Դրանում համոզվելու համար դիմենք այդ օրերին Խոջալովի կամավորականների ջոկատի հրամանատար Էլբրուս Ալիևի հետևյալ վկայությանը, որը տպագրված է ադրբեջանցի հեղինակ Նասիման Յալաբլու Խոջալովի կոտրած գրքում։ Այդ օրը, այսինքն փետրվարի 25-ին մենք Աղդամից հաղորդագրություն ստացանք այն մասին, որ ժամը 5-ին մերոնք կսկսեն հարձակումը։
Մենք անհամբերությամբ էինք սպասում հարձակման սկզբին, սակայն Աղդամից ձեն ու ձգտում չկար։ Եթե ինչու հարձակումը տեղի ունեցավ, փորձենք իմանալ մեկ այլ ադրբեջանական աղբյուրից։ Ռեալնի Ադրբեջան շաբաթաթերթի թղթակցի հարցերին պատասխանում է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը։ Ինչու Աղդամում տեղակայված ուժերը ժամանակին օգնության չհասան Խոջալովին։ Փետրվարի 25-ի գիշերը Աղդամում կար T-72 տիպի 12 տանկ, 12 միավոր հետևակի մարտական մեքենա 2, 4 գրադկայանք, 44 զրահատեխնիկա, 40 հրանոթ և 2500 զինվոր։ Այդ բոլոր ուժերը կարող էին նետվել օգնության, սակայն դա տեղի չունեցավ։ Ինչու։ Չգիտեմ, ահա այն ժամանակ ես մորով վիրավորել եմ բոլորին։ Բավական էր գրադից կրակված էր, իսկ մենք լավ նշանառու ունեինք, ռուս զինվոր Ինշպիրենկո։ Նա կարող էր գրադից խոցել ցանկացած թիրախ, պատկերացնում եք, հետո պարզվեց, որ գրադն անհետացել է, չկարողացան գտնել։ Այն, որ այդ օրերին Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը լավատեղյակ էր Բաքվի մտադրությանը, դա կասկածից վեր է։ Սակայն հոգալը միայն պաշտպանության մասին եւ չդիմել կանխարգելիչ քայլերի անթույլատրելի էր։ Խոջալույի ռազմական հենակայանի վնասազերծման անհրաժեշտությունը Ղարաբաղյան հրամանատարությունը հիմնավորեց հետևյալ կերպ։ Խոջալույի ռազմահենակետի վերացմամբ Ղարաբաղյան կողմը հնարավորություն էր ստանում։ Առաջին՝ վերահսկողության տակ առնել օդանավակայանը եւ ապահովել օդային ճանապարհը Արցախի հետ, իսկ դա նշանակում էր անհրաժեշտ միջոցների եւ ռեսուրսների ներկրում դրսից։ Երկրորդ՝ վերցնելով Խոջալույի ռազմակետը, տարածքը մաքրվում էր օմոնականներից, որոնց ներկայությունն անընդհատ խոչընդոտում էր մի շարք շրջանների կապը Ստեփանակերտի հետ, վերացվում է շրջակա հայկական բնակավայրերի վրա վերջիներիս կողմից սպասվող հարձակման վտանգը։ Երրորդ, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանի մեջլիսը Ստեփանագերտը վերանվանել էր Խանքենդի, իսկ Խոջալուն հայտարարել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաք, ուստի վնասազերծելով Խոջալուն նշանակում էր բարոյահոգեբանական մեծ հարված հասցնել ադրբեջանցիներին եւ նրանց քաղաքական քայլը դարձնել ոչ նշանակալից։ Օպերացիայի մշակման համար պահանջվեց 15 օր, որի ընթացքում համապատասխան աշխատանք իրականացվեց Խոջալույի տեղանքն արտացոլող մանրագերտի վրա, ուրվագծվեց ստորաբաժանումների հարձակման ուղղությունները, նրանց փոխհամագործակցությունը։ Նախատեսվեց հարձակումն իրականացնել 3 ուղղությամբ, յուրաքանչյուրում ընդգրկելով 1 ջոկատ։ Նշված ուղղություններն էին Նորագյուղ, Ասկերան եւ Երկաթուղային կայարան։ Քանի որ օպերացիայի ընթացքում մեր զորքերը խնդիր ունեին բացառապես վերացնել գյուղում ամրացված օմոնական ստորաբաժանումների եւ շողշակտային բանդաների հենակետերը եւ նախատեսված պլանով վերահսկողության տակ առնել Խոջալույի ռազմակայանը, ուստի դեռևս այդտեղ մնացած խաղաղ բնակչության անվտանգ տարհանումն իրականացնելու նպատակով ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության հրամանով Կարկար գետի հունի երկայնքով դեպի Աղդամ բացվեց տարանցիկ ճանապարհ, ինչի մասին օրեր առաջ տեղի պահվեց ոչ միայն տեղի բնակչությունը, այլ նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը։ Այդ իրողությունն առավել համոզիչ դարձնելու համար դիմենք ռուսական աղբյուրների օգնությանը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Խոջալովի գրավման օպերացիայի անցկացումը Ադրբեջանի համար չի եղել անսպասելի։ Այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերը կրակակետերի վերացման եւ օդանավակայանի ապաշրջափակման նպատակով նախապատրաստվում են հարձակման Խոջալույի վրա, ադրբեջանական կողմը առաջին անգամ հեռուստատեսությամբ իրազեկվել է գրոհից 2 ամիս առաջ։ Դրա մասին Իզվեստիա թերթում գրել է Ադրբեջանում բավականին հայտնի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը։ Իրենց տեղեկացվածության մասին չեն թաքցնում նաև Ադրբեջանի պաշտոնատար մի շարք դեմքեր, այդ թվում Հանրապետության նախագահ Այաս Մութալիբով։ Մոսկովյան Ագանյոկ հանդեսի 1992 թվականի թիվ 14 եւ 15-ում տված իր հարցազրույցում նա ընդգծել է, որ Խոջալովի վրա հարձակումը հանկարծակի չի եղել։ Մութալիբովը միաժամանակ նշել է, որ այդ զգուշացումների արդյունքում Խոջալովի խաղաղ բնակչության հիմնական մասը ժամանակին դուրս է հանվել անվտանգ գոտի։ Բերենք եւս մի փաստարկ, որը տակավին հաստատում է Խոջալովի օպերացիայի իրականացման վերաբերյալ ադրբեջանցիների նախապես տեղեկացվածնելու մասին։ Այս անգամ վկայության հեղինակն է ադրբեջանական լրագրող Էյնուլլա Ֆաթուլայևը, ով իր Ղարաբաղյան օրագիր հոդվածում գրում է. Հանուն ճշմարտության խոստովանում եմ, որ մի քանի տարի սրանից առաջ ես հանդիպել եմ Խոջալույի փախստականներին, որոնք ժամանակավոր բնակություն էին հաստատել Նավթալանում։ Նրանք բացեիբաց ինձ ասել են, որ հարձակումից մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսներով բնակիչներին զգուշացրել են պլանավորվող օպերացիայի մասին, առաջարկել քաղաքացիական անձանց թողնել Ավանը եւ Կարկար գետի հունի երկայնքով բացված հումանիտար միջանցքով դուրս գալ շրջափակումից։ Իսկ այժմ մի քանի խոսք բուն օպերացիայի ընթացքի մասին։ Այն բանից հետո, երբ ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը Խոջալովում տեղակայված ադրբեջանական զինյալներից պահանջեց առանց մարտի թողնել դիրքերը եւ տրամադրված միջանցքով հեռանալ երկրամասի տարածքից,
Ստեփանակերտը կրկին նույն ռազմահենակետից ենթարկվեց հզոր հրետակոսության։ Այլ ելք չկար։ Խոջալովի հարցը մնում էր լուծել ուժի միջոցով։ 1992 թվականի փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հակառակորդին սանձելու համար ստիպված էին դիմելու վճռական միջոցների։ Որպես նախազգուշական քայլ հարվածի գլխավոր ուղղություն ընտրվեց դեռևս 1990 թվականի հոկտեմբերի 17-ից ադրբեջանական օմոնականների հսկողության տակ գտնվող օդանավակայան։ Այստեղ ազերիների դիմադրությունը կոտրելուց հետո հայ ինքնապաշտպանները հասան Խոջալոյի մատույցներին։ Շրջափակման մեջ առնելով ռազմակայանը, այդուհանդերձ Ղարաբաղյան զորքերի հրամանատարությունը տակավին մնաց իր բարձրության վրա։ Այս անգամ նա ոչ միայն առաջարկեց, այլև գործնականում հնարավորություն տվեց գյուղում մնացած խաղաղ բնակչությանը, այն է թուրք մեսխետներին անվտանգ դուրս գալ տարանցիկ միջանցքով եւ շարժվել դեպի Աղդամ։ Այստեղ հարկ է ընդգծել, որ այդ տառապյալ ամբոխի առջևից ծպտյալ կերպով ճողոպրում էին Խոջալոյի այսպես կոչված ժողջակատային պաշտպանները, նրանք, ովքեր ընդամենը ժամեր հետո պետք է դառնային հրեշավոր գործողության հեղինակ։ Այդ օրը տասնյակ թուրք մեսխետներ իրենց մահկանացում գտան Աղդամից 3 կիլոմետր հեռավորության վրա, այնտեղ, ուր հայ զինվորը պետք է ոտք դներ միայն ամիսներ հետո։ Այդ ոչիրից ընդամենը մի քանի ժամ անց բավականին օպերատիվ կերպով ադրբեջանական ուղղաթիռով դեպքի վայր հասան նկարահանող խմբերու տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Նույն օրը եւ դրանից հետո Բաքվի քարոշչամեքենան սկսեց պարբերաբար աշխարհով մեծ սփռել հայերին վարկաբեկող տեսագրությունների եւ տեղեկատվությունների մի ամբողջ շարք, ըստ որոնց փորձ էր արվում Խոջալովում կատարվածը ներկայացնել որպես խաղաղ բնակչության դեմ հայերի կողմից իրականացված ցեղասպանություն։ Եվ ահա նրանք տարածեցին հետեւյալ հաղորդագրությունը։ Համաձայն ադրբեջանական քարոզչամեքենաների տարածած լուրերի, քաղաքի գրոհը սկսվել է երկժամյա հրետանային նախապատրաստությամբ, որն իրականացվում է տանկերից, զրահատեխնիկայից եւ ալազան տիպի կայանքներից։ Խոջալուն շրջափակված էր 3 կողմերից եւ մարդիկ փորձում էին փրկվել Ասկերանի ուղղությամբ, բայց շուտով հասկանալի դարձավ, որ դա եղել է ծուղակ։ Նախիջևանի գյուղի մերձակայքում հայկական կազմավորումները կրակ են բացել անզեն մարդկանց վրա։ Արդյունքում սպանվել է 613, վիրավորվել 487 մարդ։ Իրադարձությունների զարգացման օբյեկտիվությունը պարզորոշելու նպատակով վկայակոչենք ադրբեջանական մեկ այլ աղբյուր, որն արտահայտում է լրիվությամբ այլ տեսակետ։ Խոսքը մեզ արդեն ծանոթ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևի մասին է, ով տարիներ առաջ հանդիպելով Նավթալանում բնավորված Խոջալոյի փախստականների հետ պարզել է հետևյալը. Նույն խոջալովեցիների խոսքերով նրանք օգտվել են Կարկառի հունի երկայնքով հայերի կողմից տրամադրված տարանցիկ ճանապարհից եւ իրականում Միջանցքի հարևանությամբ կանգնած հայկական զինվորները իրենց վրա կրակ չեն բացել։ Սակայն Ադրբեջանի ժողջակատայիների գումարտակի մի քանի զինվորներ, չգիտես ինչու, խոջալովեցիների մի մասին տարել են դեպի Նախիջևանի գյուղ, որն այդ ընթացքում գտնվում էր Ասկերանի գումարտակների վերահսկողության տակ, իսկ դրան հարակից տարածքն անընդհատ հրետակոծվում էր Աղդամի կողմից։ Փորձենք մի պահ ընդունել նաև այս իրողությունը եւ ռազմական տեսանկյունից վերլուծել այն։ Ես չլինի թե Ադրբեջանի ժողջակատայիների ասկերները Աղդամի տարածքում տեղակայված իրենց զինակիցների առաջխաղացումը Ասկերանի ուղղությամբ ապահովելու նպատակով փախստականների անվան տակ հատուկ են ընտրել նշված երթուղին, որպեսզի թիկունքային հարվածով ջլատեն Նախճիվանի գյուղի ինքնապաշտպանների դիմադրությունը։ Մանավանդ, որ ըստ ականատեսների վկայությունների, այդ ընթացքում հակառակորդն ինտենսիվ հրետակոծության էր ենթարկում արևելյան ուղղությամբ պաշտպանական դիրքերը։ Եթե այս վարկածն իրոք հավանական է, ապա մնում է համաձայնել, որ մարտագիծը պաշտպանող հայ զինվորները հարկադրված են ընդունել հակառակորդին նետած մարտահրավերը եւ դիմել պաշտպանական գործողություններին։ Իսկ նման առճակատման դեպքում պետք է անխուսափելի լինեին ոչ միայն ադրբեջանական ասկերները, այլև նրանց կողմից մարտադաշտ քշված փախստականների կորուստները։ Նորից եմ կրկնում։ Սա ընդունենք որպես հավանական վարկած, այլ ոչ թե իրական դեպքերի մեկնություն, հատկապես, որ մեր ձեռքի տակ առկա են նաև քաղաքական հետևությունների պարունակող էլի մի շարք փաստեր։ Ամենահետաքրքրականներից մեկը Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի տված պատասխանն է չեխ լրագրող Դանա Մազալովային, որի հարցազրույցը ռուսական անկախ թերթի էջերում տպագրվել էր դեռևս 1992 թվականի ապրիլի 2-ին։ Ինչ եք մտածում Խոջալոյի դեպքերի մասին, որից հետո ի դեպ դուք պաշտոնակ եղաք։ Խոջալովեցիների դիակները հայտնաբերված են եղել Աղդամից ոչ հեռու, ինչ որ մեկը նախ կրակել է ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան հեռու գնալ, իսկ այն հետև սպանել են կացնով։ Փետրվարի 29-ին իմ գործընկերները դա նկարահանել են։ Մարտի 2-ին կատարած նոր տեսագրությունների ժամանակ նույն այդ դիակները եղել են մաշկված վիճակում։ Ձեզ չի թվում, որ սա ինչ-որ տրոնակ խաղ է։ Ինչպես փրկված խոջալովեցիներն են ասում, այդ ամենը կազմակերպվել էր, որպեսզի առիթ լինի իմ պաշտոնանկության համար, ինչ որ ուժ գործում էր հեղինակազրկելու նախագահին։
Ես չեմ կարծում, թե հայերը կարող են թույլ տալ ադրբեջանցիներին իրենց ֆաշիստական գործողությունների մեջ մեղադրող փաստեր ստանալ։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր դրանում, որպեսզի հետո այդ տեսագրությունները ցուցադրվեն Գերագույն խորհրդում եւ ամբողջն ուղղվի իմ դեմ։ Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, ապա կարող են ասել, որ ես նրանց հակաճառում եմ, բայց ընդհանուր գործողությունների տրամաբանությունն այնպիսին է, որ միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին դուրս գալ, այդուհանդերձ հայերի կողմից բաց էր թողնված։ Այդ դեպքում էլ ինչու նրանց կրակել առավել եւս Աղդամին հարակից տարածքում, որտեղ այդ ժամանակ բավարար ուժեր կային եւ նրանք կարող էին հասնել ու օգնել մարդկանց, կամ էլ պարզապես պայմանավորվեն, որ խաղաղ բնակիչները դուրս գան։ Հատկապես, որ այդ ժամանակ նման պրակտիկա միշտ եղել է։ Ինչ որ մի ուժ գործում էր հեղինակազրկելու նախագահին, թերևս Մութալիբովի տված պատասխանի մեջ ամենաուշագրավ միտքը հենց սա է, որն անշուշտ պարունակում էր բավականին հստակ ենթատեքստ։ Իսկ ով էր այդ ուժը։ Առաջին հայացքից հարցի պատասխանը շատ պարզ ու հասկանալի է, իհարկե։ Հանրության ազգայնական շրջանակների վստահությունը միանշանակ վայելող Ադրբեջանի ժողովրդական ղեկավարությունը։ Այնիշ փաստերի մեջ խորանալու դեպքում կհամոզվենք, որ դա սոց երևույթի մակերեսային ընկալման արդյունք է եւ ոչ արտահայտությունը ամբողջ ճշմարտության։ Մանավանդ, եթե փաստենք, որ այդ օրերին Ադրբեջանում իր երկրորդ շնչառությունները վերականգնում ոչ անհայտ Հեյդար Ալիևը։ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը անձամբ խոստովանել է, որ Խոջալվի դեպքերի համար առաջին հերթին մեղավոր է Ադրբեջանի նախկին ղեկավարությունը։ Իսկ 1992 թվականի ապրիլին Բիլլիկ Դունյասը գործակալության կողմից տարածված հաղորդագրություններից մեկում նա արտահայտել է նաև հետևյալ միտքը. արյունահեղությունը մեր օգտին կլինի։ Մեզ պետք չէ խառնվել դեպքերի ընթացքին։ Այո, իրականում այդ օրերին Ալիևը հավատարիմ մնաց դեպքերի ընթացքին գոնե բացայբաց չխառնելու իր ընտրած մարտավարությանը։ Բայց կասկածից վեր է, որ նրա անողակի միջամտության հանգամանքը ներքաղաքական զարգացումների վրա բացակայած լինի։ Եվ քանի որ նա քաղաքականության մեջ նոր մարդ չէր, ոստիկետ էր իր անելիքը, այն է, կրակի շագանակ հանել ուրիշի ձեռքերով։ Իսկ ուրիշը տվյալ դեպքում Ադրբեջանի ժողովրդակատն էր, որն էլ դարձավ կազմակերպված, բայց տարօրինակ խաղի իրականացնողը։ Իր 1992 թվականի թիվ 17-ում Մեգապոլիս Էքսպրես հանդեսն անդրադառնալով Խոջալուի դեպքերին գրեց հետևյալը, թե անձամբ ում օգտին դեր խաղաց արյունահեղությունը հասկանալի է բոլորին։ Դժվար է չխոստովանել, որ եթե Ադրբեջանի ժողովրդական ճակատն իր առջև դրել է հեռուն գնացող նպատակներ, ապա դրան իրոք հասել է։ Մութալիբովը հեղինակազրկվեց եւ կորցրեց իշխանությունը։ Համաշխարհային հանրությունը ցնցված է կատարվածով, իսկ ադրբեջանցիներն ու նրանց եղբայր թուրքերը հավատացել են այսպես կոչված Խոջալվում ադրբեջանական ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանը։ Այս հրապարակման պահից անցել են տարիներ։ Այդ ընթացքում շատ ջրեր են հոսել, տեղի են ունեցել բազում դեպքեր ու իրադարձություններ։ Իսկ Ադրբեջանի պաշտոնական քարոզությունը տակավին շարունակում է տեղի անտեղի միջազգային ամենատարբեր ատյաններում եւ հանդիպումներում շահարկել Խոջալովի թեման։ Եվ դա սպասելի ու հասկանալի է։ Հասկանալի է, որովհետեւ Ադրբեջանը ստիպված իր գործած մեղքերից պաշտպանվելու համար դավանել հարձակողական մարտավարություն։ Պետություն, որն իր հակահայ քաղաքականության զինանոցում ունի Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ իր հայաշատ մի շարք վայրերում իրականացված ցեղասպանության դեպքեր։ Էլ չեն խոսում Հյուսեյն Արցախում կազմակերպված հայաթափման, Մարաղայի ջարդերի կամ այն հազարավոր արցախահայերի մասին, ովքեր ստիպված էին տարիներով վաստակած իրենց կարողությունները թողնել խաշնարածներին եւ բռնատեղանվել հարազատ օջախներից, այսօր պարտադրված է հորինել, ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն եւ որ շատ ցավալի է նույն այդ հորինվածքին հավատալ։ Ասել է, թե մեկն միշտ հրաժարվել արդարությունից եւ որդեգրել բարոյական անկման ճանապարհը։